Եթե դու քո ողջ էությամբ ճանաչել ես Հիսուսին, ճաշակել ես նրա անսահման սերը և գիտես, որ փրկության միակ ճանապարհը նա է, ապա պատասխանատվություն ես կրում խոսելու նրա մասին։ Դու չպիտի լռես, որովհետև գտել ես տիեզերքի ամենամեծ գանձը և գիտես, որ այն կարող են բոլորն ունենալ։ Եթե իմանան այդ մասին և իմանան այն գտնելու ճանապարհը, դու պիտի խոսես, որովհետև քո խոսքը կարող է սերմ դառնալ մարդկանց սրտերում, և Աստված կարող է աճեցնել այն։ Չես կարող լռել, որովհետև ամեն հոգի թանկ է Աստծո համար։ Մենք պետք է լինենք Աստծո գործիքները, այլ ոչ թե նրա լուռ վկաները։ Աստծուն և նրա ճշմարտությունը ճանաչող ցանկացած ոք պատասխանատու է ոչ միայն իր հոգու, այլև այն մարդկանց հոգիների համար, ում Աստված կբերի նրա ճանապարհին։ Քո խոսելը, պատմելը կարող է փրկության դռներ բացել, որովհետև Սուրբ Հոգին գործում է նաև մեր միջոցով։ Այո, ոմանք չեն ընդունի, կծաղրեն, ոմանք կարող են վիրավորել, կարող են շեղվածի, խելագարի, մոլորյալի տեղ դնել մեզ, բայց դա չպետք է մեզ կանգնեցնի։ Տեր Հիսուսին էլ այդպես վերաբերվողներ կային և մինչ օրս կան։ Ինչպես լռես, չվկայես նրա մասին, ով քեզ փրկել է։ Ինչպես լռես, երբ տեսնում ես, թե անօրենն ինչպես է ամեն ինչ անում, որ մարդկանց գայթակղելով հեռացնի Աստծուց, պահի մեղքի կապանքներում, որպեսզի չփրկվեն։ Հիշենք Տեր Հիսուսի խոսքը. ամեն մարդ, որ մարդկանց առաջ ինձ կխոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ։ Պատկերացրու, գիտես, որ մի ամբողջ քաղաքի ավերիչ փոթորիկ է մոտենում։ Կվարանես զգուշացնել, թե դուրս կգաս փողոց և կսկսես գոչել, որ մարդիկ փրկվեն։ Չես մտածի, չէ, որ գուցե կծիծաղեն քեզ վրա կամ խելագարի տեղ կդնեն քեզ։ Հիմա էլ ավելի սարսափելի բան է սպասվում։ Աստծո դատաստանի օրը մոտեցել է, և եթե դու գիտես ճշմարտությունը, գիտես փրկության ճանապարհի մասին, չպիտի լռես։ Մենք նույնիսկ մեր լռության համար ենք պատասխան տալու։ Թող քեզ ծաղրեն, վիրավորեն, կարևոր չէ։ Քո գործը սերմեր ցանելն է, իսկ մնացածը Աստծո անելիքն է։ Եվ եթե մտածում ես, որ ոչինչ չես կարող անել, հիշիր, որ Աստված ամենակարող է, և նա գուցե հենց քո միջոցով փրկի ինչ-որ մեկին։ Չէ, որ ինչ-որ մեկն էլ քո սրտում է սերմ ցանել։ Միգուցե հենց քո խոսելն է, որ վերջին պահին ինչ-որ մեկին կփրկի հավիտենական կորստից։ Մի վախեցեք, Աստծո սիրո և փրկության վկան եղեք ամեն օր, ամեն տեղ։ Թող ծաղրեն, թող վիրավորեն։ Մատթեոս 5:10-11 Երանի արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Եկեք ծառայենք Աստծուն, և մեր ծառայությունը թող միշտ օրհնված լինի և օգնի մարդկանց դառնալ Աստծուն ու փրկվել։